Բանդացյան շատ կարճ է։ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու՞։ Ինչու ինչ համար։ Ինչու է այսպես sense կոպիտ։ Բայց ինչ եմ կոպիտ անում, ուրեմն կուլտուրական խոսալը կոպիտություն է։ Ես ուղղակի ձեր թույլտվությամբ ուզեցի ձեզ մի քանի հարց ուղղեմ։ Նիկոլ Փաշինյանը ռոբոտ շարունակար է։ Ես նորից ասեմ, ես հիմա որևէ բան պատասխանելու ես չունեմ։ Ռոբոտ շունը ձեր օրոք չէր գնվել, այդ տեխնիկան ինչ է անում, բացի զինվորին օգնելը։ Ես ինչ իմանամ։ Այդ տեխնիկայից դուք ընդհանրապես գաղափար չունեք։ Իսկ նոր սպառազինությունը տեսել եք, Նիկոլ Փաշինյանն ասում է խումբ ձևավորի, գա նոր սպառազինություն։ Խնդրեմ, լրագրողներով ձևավորեք, գնացեք, տեսեք։ Ոչ, դուք լրագրողները գնացեք եւ հետո գլուսաբանեք։ Իսկ բանակը 1.5 տարի որ սարքեցին այդ մասով չունեք գնահատական։ Լավ օր է, զբաղվեք, լավ օրով։ Խնդրում եմ պրովոկացիան ասել մի տեղ։ Բանակը Ես արդեն իմ կարծիքը դրա վերաբերյալ հայտնել եմ։ Այո, ասեք եւս մեկ անգամ։ Չէ, ինչ համար ասեմ, ինչ համար ասեմ, եթե արդեն հայտնել եմ ես դրա մասին։ Ինչ է ճիշտ որոշում է, թե ոչ։ Շատ կարճ։ Ես իմ կարծիքը հայտնել եմ։ Համիհատե մեզ ասեք մենք։ Չէ, ինչ համար։ Այսինքն սպառազինության մասին գնահատական չունեք, կարող է վախենում եք խոսել բանդարձավ։ Մտածելով Դուք կարող եք եզրակացնել ինչ ուզում եք։ Մի հատ է նորից նոր քրական գործառույթ։ Դուք կարող եք եզրակացնել ինչ ուզում եք։ Ձեր մոտ դա լավ է ստացվում։ Դուք եք եզրակացություններ անում։ Ես ուղղակի ասացի։ Սպառազինության մասին է Նիկոլ Փաշինյանը խոսում, ասում է խմբեր կազմեք, եկեք տեսեք ինչ նոր սպառազինություն ենք ձեր։ Ռոբոտ շատ մասին նկար է հրապարակում։ Կներեք, ես շատ հարգում եմ ձեր մասնագիտությունը ձեզ, բայց ես խնդրեցի, վերջացնենք էլի, թող ես զբաղվեմ գործերով։ Ես իմ գնահատականները տվել եմ, ասել եմ կարող եք բացել, նայել, լրատվություն։ Ինչի համար։ Ինչի համար, բայց ինչի համար ասեմ նորից։ Գնահատական տակ, որպես տվել եմ արդեն։ Մեզ տվեք, հարություն եւս մեկ անգամ որպես գշնախքին պես ձեր գնահատականը լսի։ Շնորհակալ եմ։